Թրկևես, թրկե։ Ամենայն հայոց թագավոր։ Ողջույն, բարով ձեզ։ Բարով, բարով։ Հաջողություն ձեզ։ Շնորհակալություն։ Լույսի հարցերը ես երկխեցում։ Ձերը պինգա։ Հարգանքի, վստահության ժեստեր Ռոբերտ Քոչարյանին ամուր ձեռքսեղմումներով։ Հայաստանի երկրորդ նախագահը թիմակիցների հետ Էրեբունի բնակիչների հետ է շփվում։ Կլինի մեր դաշտի, մեր թաղի դաշտը սարքեք։ Այո, անպայման։ Խաղադաշտեր, նոր ճանապարհներ, անգամ մետրոյի նոր կայարան կարելի էր կառուցել 8 միլիարդ դոլարով։ Այդքան արտաքին պարտք է կուտակել գործող իշխանությունը 8 տարում։ 8 տարվա ընթացքում ավելացնելով պարտքը 8 միլիարդ դոլարով չեն իրականացնել գոնե մեկ խոշոր ծրագիր Երևան քաղաքում, գոնե մեկը, բայց գետինը չեք մտնում։ Խոստանում էիք Աչափնյակի մետրո, 0, մեկ տրանսպորտային հանգույց չեք լուծել։ Երևանում խցանումները դարել են պրոբլեմ, ամեն մարդ օրվա մի զգալի մասը անցկացնում է խցաններում։ Խոստանում էին կանաչապատում, ունենք ավելի աղտոտված օդ Երևանում։ Սա նորմալ չի։ Թիմի համար, որը Ամբողջ օրը տեսախցիկների առաջ ուտելով զբաղված ԿՊ-ն այդ նույն ձևով 8 միլիարդ դոլարն է կերել, ասում է Ռոբերտ Քոչարյանը։ Ուր են այդ 8 միլիարդ դոլարը։ Լափել են։ Միայն ուտելով չեն կարա, ոնց որ իրենց բան այդ ուրախ ավտոբուսի մեջ ցաղ օրը ուտում են։ Նույն ձևի այդ 8 միլիարդը բերել են, կերել, զարմանալին է, որ մարսում են։ Փորկապ չունեն։ Այդ փորկապը լինելու է հունիսի 7-ից հետո, հունիսի 8-ին։ Հայաստան դաշինքի առաջնորդը վստահ է, եկել է քաղաքական խարդախներին մերժելու ժամանակը։ Այո, վանկարկում են նախընտրական հավաքի մասնակիցները։ Այս մարդիկ, այս քաղաքական թիմը, քաղաքական խարդախներ են, խաբել են մեր ժողովրդին, ասել են մեկ բան, արել են ճիշտ հակառակը, բերել են ավերություններ, զոհեր, ընդհանրապես արել են ամեն ինչ ցույց տալու համար, որ իրենց խոսքը ունի զրոյական արժեք։ Հիմա պատրաստ ենք մենք նույն մարդկանց մի անգամ էլ մարդկանց համար քվեարկել, ոչ, մերժում ենք դա։ Ազատ խոսքի, բարեփոխումների, անվճար կրթության ժամանակն է գալիս, հայտարարում է Քրիստինե Վարդանյանն ու նշում մի քանի պատճառ, թե ինչու երիտասարդները պետք է ընտրեն Հայաստան դաշինքը։ Մենք գալիս ենք ոչ թե ազատություններ սահմանափակելու, այլ ձեզ ազատություն բերելու։ Հաջորդ միֆը, ասում են գալիս են վրեժխնդիր լինելու։ Սուտ են ասում, իրենց վախերը ձեզ են ուզում փոխանցել, մենք խոսում ենք պատասխանատվության մասին ու կոնկրետ անձանց պատասխանատվության մասին, մենք չենք գալիս մեր հասարակությունից վրեժ լուծելու համար, դրա պատճառն էլ չունենք, կլինի փոփոխություն, բոլորս ամենայն լրջությամբ ասում ենք, այդ փոփոխությունը այո, լինելու է հունիսի 7-ին, բոլոր ամենալավ նախադրյալները դրա համար ստեղծված են, բայց սիրելի հայրենակիցներ, մենք միայնակ այդ փոփոխությունը չենք կարող բերել, դա կարող ենք անել միասին։ Միասին կարող ենք նաև թեթևացնել փոքր բիզնեսի հարկային բեռը, համոզված է Արթուր Խաչատրյանը։ Նա նկատում է, Երևանում պակասել են պաղպաղակի վաճառակետերը։ Պատճառը նաև այն է, որ սուպերմարկետները սնկի պես աճում են քաղաքում, վտանգելով փոքր ու միջին բիզնեսի գոյությունը։ Փոքր ձեռնարկություններին մենք խոսք ենք տալիս հարկային 100% հետ վերադարձ։ Հարկերի հաշվետվությունը ներկայացնելու են, հասկանալու ենք ինչ-ինչոց է գումար չենք տանելու, որպեսզի նախ մենք հասկանանք,
մեր քաղաքականությունը ինչքանով է նպաստում փոքր եւ միջին ձեռնարկատիրության աճին, եւ երկրորդ հետ մարդիկ հասկանան, ինչքան ծախսեցին, ինչքան աշխատեցին։ Մյուսը արտահանումները, արտահանող ձեռնարկություններին էական աջակցություն, ներմուծման փոխարինումը։ Ուրեմն մենք չկանք թուրքական արտադրողի չափ, չկանք։ Մենք չենք կարող արտադրենք այն ինչ որ թուրքերն են արտադրում ու բերում լցնում են մեր երկրում։ Իհարկե կարող ենք։ Արդյունաբերական պետություն ենք ունենալու Հայաստան դաշինքի իշխանության գալուց հետո, վստահեցնում են դաշինքի անդամները։ Հայաստանին վերադարձնել արդյունաբերական պետության, ինժեներական պետության, գիտելիքահենք պետության նախկին հզորությունն ու հմայքը։ Հայաստանը պետք է լինի մրցունակ պետություն, որի ապրանքները հնարավոր լինի վաճառել թե Ռուսաստանում, թե Եվրոպայում, թե Իրանում եւ թե Հեռավոր Միացյալ Նահանգներում։ 2026-ին մերժենք։ Քանդելու փոխարեն կառուցել։ Հայաստան դաշինքը խոստանում է, հունիսի 7-ից հետո եկեղեցի է կառուցելու Էրեբունիում։ Կկառուցենք, Նարեկ, կկառուցենք։ Առաջարկում ենք, որ Երևանը պետք է զարգանա։ Հունիսի 7-ին գնալ ընտրատեղամաս, որպեսզի ազատվենք, իր խոսքով երկիրը խայտարակող հարբեցողից, ընտրողներին կոչ է անում Ռոբերտ Քոչարյանը։ Ունենք մենք ուժեղ առաջնորդ այսօր։ Խայտարակություն է կզած, ծնգած, երկիրը խայտարակող, հարբեցող։ Հունիսի 7-ին, համար 17-ին, համաձայն եք, ուրեմն հունիսի 7, համար 17։ Լանա Համբարձումյան, Աշոտ Մնոյան և Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր, Կիրակի։